Բարև ձեզ։ Դուք դիտում եք հեռանկարը եւ ես զրուցում եմ միջազգային իրավունքի մասնագետ Սուրեն Սարգսյանի հետ։ Շնորհակալություն Սուրեն։ Մենք խոսելու ենք պատժամիջոցների մասին։ Միացյալ Նահանգների համար դա կարևոր քաղաքական զենք է։ Կարող եք ասել, երբվանից է այդ զենքը սկսել կիրառվել։ Խոսքը գնում է վերջին պատժամիջոցների մասին։ Ընդհանրապես պատժամիջոցները որպես ճնշման միջոց, չգիտեմ։ Կարծում եմ մշտապես եղել է Միացյալ Նահանգների ամբողջ պատմության ընթացքում, կարծում եմ եթե հետևենք բոլոր այն գործընթացները միջազգային հարաբերություններ, երբ որ սկսել են զարգանալ, դրան զուգահեռ իհարկե զարգացել են նաև այս ճնշման մեխանիզմները, սկսած առաջին համաշխարհային պատերազմից, երկրորդ համաշխարհային պատերազմով եւ այլն։ Սա այսինքն նորություն չէ միջազգային հարաբերություններում, ճնշման մեխանիզմների կատարելագործումը ժամանակի ընթացքում իհարկե եկել հասել այն մակարդակին, որի մասին մենք այսօր գիտենք։ Այսինքն եթե այն ժամանակ միայն զենքի վաճառքը կարող էր որպես ճնշման մեխանիզմ լինել, օրինակ, այսօր արդեն կարող են ճնշման մեխանիզմներ դիտարկվել, սանկցիաները էներգետիկ ոլորտում, նավթի ոլորտում, գազի ոլորտում եւ այլն եւ այլն։ Այսինքն այս առումով ժամանակի ընթացքում եղել է որոշակի էվոլյուցիա իհարկե։ Անհատների դեմ պատժամիջոցներ առաջ կիրառվել են, այսինքն այս չինովնիկը, այս գեներալը կամ չգիտեմ, այս մի քննիչը ինչ որ վատ մարդ է, ես հենց նրան չեմ թողնում, որ ինքը Միացյալ Նահանգների գա։ Այո, իհարկե մշտապես այդպես եղել է, պատժամիջոցներ եղել են եւ հայտարարված եւ չհայտարարված, եղել են մշտապես այսպես կոչված սև ցուցակներ, հասարակ օրինակ կարող եմ բերել, շատ երկար ժամանակ Ջոն Լենոնը խնդրեմ ուներ Միացյալ Նահանգներ այցելելու եւ այնտեղ գործունեություն ծավալելու, որտեղ քաղաքական հայտարարություններ էր անում Նիքսոնի վարչակազմի դեմ եւ նման խնդիրների հետ նույնիսկ ռոկերաժիշտներն են բախվել։ Սառը պատերազմի ժամանակ կարելի ասել, որ նրանք պատժամիջոց էին սովետի դեմ կիրառում, թե դա պատժամիջոց չէ, դա մրցավազք էր սպառազինությունների, չգիտեմ, տնտեսական եւ այլն։ Իհարկե նաև պատժամիջոցներ կային, որովհետև ոլորտներ կային, որտեղ համագործակցություն չկար, ոլորտներ կար, որտեղ արգելվում էր Միացյալ Նահանգներին կամ ենթադրենք եվրոպական տարբեր պետություններին համագործակցել Խորհրդային Միության հետ։ Իհարկե սա նույնպես կար եւ կապված շատ տարբեր հանգամանքներով, դա կարող էր լինել Աֆղանստանը, դա կարող էր լինել այլ խնդիրներ։ Միացյալ Նահանգների քաղաքական զինանոցում այս ճնշման մեխանիզմը մշտապես եղել է եւ կարծում եմ լինելու է այնքան ժամանակ, քանի Միացյալ Նահանգները գերտերություն է։ Այսինքն պատժամիջոցով ինչ են ասում։ Մենք ձեզ հետ լավ կլինենք, եթե դուք կատարեք մեր այս եւ այն պահանջները։ Այդպես է։ Մոտավորապես այդպես է, ասում են հետ քաշվեք այսինչ ուղղություններից, այսինչ ուղղությամբ նման քաղաքականություն մի վարեք եւ այլն, դրա հետևանքով մենք ձեզ հետ կունենանք վարիդրացիական հարաբերություններ, բիզնես եւ այլն եւ այլն։ Եվ դա ազդեցիկ արդյունավետ զենք է, որովհետեւ Միացյալ Նահանգների հետ բիզնես չունենալը կարող է վատ լինել այդ երկրի։ Իհարկե, ցանկացած պետություն, աշխարհի ամենամեծ եւ ամենահզոր պետության հետ, նաեւ ամենամեծ տնտեսության հետ, կարող ենք ասել, տեսեք, Կալիֆոռնիան համաշխարհային մասշտաբով եթե նայենք, աշխարհի 5-րդ տնտեսությունը կլիներ, եթե անկախ պետություն լիներ։ Պատկերացրեք Կալիֆոռնիայի հզորությունն ու հարստությունը։ Եվ այս առումով ակնհայտ է, որ ցանկացած պետություն, եթե ցանկանում է արտաքին առևտուր ունենալ, առևտրի լայն շրջանառություն ունենալ, իհարկե Միացյալ Նահանգները այստեղ կարևորագույն դեր են խաղում։ Սկսենք ճուղարճուղ, հա, պատժամիջոցներ եւ սկսենք հեռավոր Վենեսուելայից, հա, երեք հայտարարվեց, որ այսինչ մարդիկ, որոնք երևի ճնշում են, չգիտեմ, այդ ցույցերը եւ այլն, դրանց դեմ պատժամիջոցներ են կիրառվելու։ Ընդհանրապես պետք է հասկանանք, թե պատժամիջոցները ինչպես են նախաձեռնվում Միացյալ Նահանգներում։ Դրանք կարող են լինել նախաձեռնված ադմինիստրացիայի կողմից, որի մասին մենք բազմիցս տեսել ենք, օրինակ պատժամիջոցը ռուսաստանյան ռուս դիվանագետների արտաքսումը Միացյալ Նահանգներից, որը Օբամայի ադմինիստրացիայի վերջին, այսպես ասենք, քայլերից մեկն էր։ Սա ադմինիստրատիվ մեխանիզմների կիրառմամբ տեղի ունեցող պատժամիջոց է որոշակի։ Կա նաև օրենսդրական նախաձեռնությամբ հանդես եկող այսպես ասենք, այսպես ձևակերպենք, պատժամիջոցների ցանկ, որը որ Միացյալ Նահանգներում ընդամենը մի քանի օրվա ընթացքում շատ արագ զարգացել է եւ մենք դրա մասին դեռ կհասցնենք խոսենք։ Ինչ վերաբերում է Վենեսուելային, ապա գիտեք, որ այնտեղ իրավիճակը չափազանց բարդ է եւ լուրջ ճնշում կա եւ արտաքին եւ ներքին նախագահի վրա եւ նախագահին ստիպում են, որպեսզի որոշակի զիջումների գնա եւ այդ զիջումները նաեւ զիջումներին հասնելու համար նաեւ արտաքին ճնշում են կիրառում նրանց նկատմամբ, այդ թվում նաեւ Միացյալ Նահանգները, որը լուրջ հետաքրքրություններ եւ ազդեցություն ունի այս տարածաշրջանում եւ իհարկե Վենեսուելայում։ Էլի նավթը։ Ոչ միայն նավթը, Միացյալ Նահանգները մշտապես որպես դրոշակ է դարձրել մարդու իրավունքների պաշտպանությունը, խաղաղ ցույցերի եւ երթերի ազատությունը եւ այլն, այսինքն մարդու իրավունքները Միացյալ Նահանգների համար նույնպես սկզբունքային նշանակություն ունեցող հանգամանք է եւ չի կարելի դա չդիտարկել կամ դիտարկել որպես երկրորդական հանգամանք։
նպատակը Վենեսուելայում մասնավորապես իշխանափոխությունն է։ Մեծ հաշվով կարծում եմ ոչ այդքան իշխանափոխությունը որպես այդպիսին, այլ հնարավորություն տալ ժողովրդին ընտրել այն իշխանությանը, որ նա ցանկանում է ընտրել, որովհետև գիտեք, որ այսօրվա դրությամբ գործող նախագահի դիրքերը այդքան էլ ամուր չեն, Մադուրոն շատ ծանր պայմաններում է իրականացնում իր ամենօրյա գործունեությունը եւ Միացյալ Նահանգները սա հասկանալով, գիտակցելով կարողանում են նրա վրա լուրջ արտաքին քաղաքական ճնշում կիրառել զուգորդված ներքաղաքական ճնշումներով։ Մոտավորապես դա նույնն է, ինչ որ Վրաստանում էր եւ Ուկրաինայում։ Մի քիչ բարդ է համեմատականներ տանել, բայց մի փոքր էլ նաև անկանխատեսելի այս բանը թե ինչ է այնտեղ կատարվում, գիտեք որ լուրջ հավաքներ են տեղի ունենում, լուրջ տասնյակ հազար, նույնիսկ 100,000-անոց միջոցառումներ են, բողոքի ակցիաներ են տեղի ունենում, մի փոքր անկանխատեսելի է վիճակը Վենեսուելայում եւ իհարկե այստեղ Միացյալ Նահանգների ազդեցությունը կարող է չափազանց կարևոր նշանակություն ունենալ։ Այդ ցուցարարներին կոպիտ ասած որևէ նուլանդ պերաշկիներ բաժանում է թե չի բաժանում։ Իրեղեն ապացույցներ, եթե այդպես ասենք, չկան դեռևս, այսինքն անմիջական կամ ուղղակի մասնակցություն չկա, հետո մի շատ կարևոր բան մենք չպետք է մոռանանք, որ Թրամփը թեկնածու ժամանակ հայտարարում էր, որ այլ պետությունների ներքին գործերին չի պատրաստվում խառնվել։ Սա հենց դրա մասին է խոսում, որ այս քայլը նա չի անելու եւ չի փորձելու գոնե ուղղակի կերպով մասնակցել Վենեսուելայում տեղի ունեցող իրադարձություններին։ Սա իր արտաքին քաղաքական մեսիջներից մեկն էր, որը այս պայդրությամբ, որքանով մենք հետևում ենք, իրականում այդպես է։ Օրինակ Ուկրաինայի հարցում Թրամփը բավականին պասիվ է, երբեք չես համեմատի, թե ինչպիսի քաղաքական դիրքորոշում ուներ Օբամայի ադմինիստրացիան կամ նույնիսկ այսօր դեմոկրատները։ Հյուսիսային Կորեան, հա, շատ վաղուց պատժամիջոցներ են կիրառվում Հյուսիսային Կորեայի դեմ, բայց այդ երկրի տարբեր ղեկավարներ կոպիտ ասած իրենց էշը քշում են, այսպես ասած։ Միշտ չի որ իհարկե տալիս են արդյունքներ այս պատժամիջոցները, չմոռանանք որ Կորեայի նկատմամբ կարող են պատժամիջոցներ կիրառել ենթադրենք Եվրոպան եւ Միացյալ Նահանգները, բայց Չինաստանը սերտ կապեր ունի նրանց հետ։ Չնայած վերջին ժամանակահատվածում գիտեք որ Չինաստանը նույնպես որոշակի պատժամիջոցներ կիրառեց նրանց նկատմամբ, Ճապոնիան նույնպես սկսել է ինչ-որ պատժամիջոցներ կիրառել, նաեւ ֆինանսական լուրջ պատժամիջոցներ են կիրառվում նրանց ֆինանսական համակարգի նկատմամբ, բայց ինչպես տեսնում եք այս պայդրությամբ չեն հանձնվում կորեացիները եւ շարունակում են իրենց այդ քաղաքական գիծը եւ փորձարկում են նոր բալիստիկ հրթիռներ։ Իրենց տնտեսական ռեզերվը Չինաստանի հետ առևտուրն է։ Այդ թվում նաև Չինաստանի հետ իհարկե առևտուրն է, հիմնական գործընկերը իհարկե Չինաստանն է, նաև կապեր ունեն որոշակի Ռուսաստանի Դաշնության հետ, բայց ցանկացած պարագայում ամբողջ աշխարհի կողմից ռուսերեն այս ճիշտ բառ ասած իզգոյ որպես այդպեսին լինելը իհարկե բարդացնում է իրավիճակը եւ երկար այսպես շարունակվել չի կարող, մանավանդ եթե հաշվի առնենք, որ Միացյալ Նահանգների նախագահը հայտարարեց, որ անհրաժեշտության դեպքում նաև ուժ է կիրառվելու նրանց նկատմամբ։ Բայց այդ ուժի կիրառմանը դեմ են Ճապոնիան, Չինաստանը, Ռուսաստանը, կարծես թե հիմնական խաղացողները մոտիկ, հա, դրան դեմ են։ Ընդհանրապես կարծում եմ, որ այս պարագայում Միացյալ Նահանգները չեն գնա ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդ, այլ կգործեն ինքնուրույն եւ հերթական պրովոկացիայի ժամանակ, ինչպես իրենք կանվանեն, ասենք բալիստիկ հրթիռներից մեկի փորձարկման ժամանակ ինչ որ պրևենտիվ հարված կհասցնեն եւ կասեն, որ իրենց տվյալներով դա ուղղված էր ենթադրենք Ճապոնիայի կամ այլ պետության կամ թեկուզ Միացյալ Նահանգների ենթադրենք նավատորմի դեմ։ Կարող եք կանխատեսել, թե ինչ կլինի դրանից հետո։ Կարծում եմ լայնամասշտաբ պատերազմական գործողություններ որպես այդպեսին չեն լինի, բայց շատ ուղիղ եւ պրևենտիվ հարվածներ կարող են հասցնել, շատ մոտավորապես կարող է լինել իրաքյան սցենար։ Դառնանք Իրանին, հա, Օբամայի հետ կնքած միջուկային համաձայնագիրը ոչ միայն Օբամայի, այլև եւս խաղացողներ կային, վատն է ըստ Թրամփի, ինչով է վատը։ Վատ է նրանով, որ Թրամփը ցանկանում է առավել լավ ստարտային պայմաններով սկսել բանակցել, եւս մեկ անգամ բանակցել այս փաստաթուղթը։ Նա կարծում է, որ վատն է, որովհետեւ կարծում է, որ ընդհանրապես հնապետք չէր թույլ տալ, որպեսզի Իրանը որևէ տեսակի հրթիռ փորձարկի, բայց Իրանի կողմից հրթիռի փորձարկումը, որը որ իրականացվել է օրեր առաջ, իհարկե չէր հակասում Միացյալ Նահանգների հետ ձեռք բերված համաձայնությանը, եւ Թրամփը պնդում է, որ ընդհանրապես նման տեսակի հրթիռներ Իրանը չունենա, որովհետեւ առաջին հերթին դա վտանգում է Միացյալ Նահանգների ռազմավարական դաշնակից Իսրայելի շահերին։ Մենք կշարունակենք զրույցը պատժամիջոցների մասին, մասնավորապես Իրանի եւ Ռուսաստանի դեմ Սուրեն Սարգսյանի հետ գովազդային ընդմիջումից հետո։
Դուք դիտում եք հեռանկարը եւ ես զրուցում եմ միջազգային իրավունքի մասնագետ Սուրեն Սարգսյանի հետ։ Վերաբերմունքը Միացյալ Նահանգների վերաբերմունքը Իրանի նկատմամբ երկակի է։ Մի կողմից նրանք ասում են, այո, նրանք կատարում են միջուկային համաձայնագրի պահանջները։ Մյուս կողմից ասում են, բայց միևնույնն է մենք շարունակելու ենք մեր պատժամիջոցները։ Այստեղ հակասություն չկա։ Իհարկե կա, Միացյալ Նահանգների քաղաքականության մեջ այդ առումով հակասություն կա, որովհետև գոյություն ունի դեմոկրատական կուսակցություն իր քաղաքական, արտաքին քաղաքական սկզբունքներով եւ պատկերացումներով, եւ հանրապետական կուսակցություն, որը այս պայդրությամբ մեծամասնություն է կազմում եւ ներկայացուցիչների պալատում եւ սենատում եւ իհարկե Միացյալ Նահանգների նախագահը նույնպես հանրապետական կուսակցության ներկայացուցիչ է, իհարկե այստեղ կան տարբեր մոտեցումներ Իրանի ծրագրի նկատմամբ։ Օբամայի վարչակազմը այս տարածաշրջանում ուզում էր կարծես թե որպես գործընկեր ունենալ Իրանը, իսկ Միացյալ Նահանգները ցանկանում են որպես հիմնական գործընկեր ունենալ Սաուդյան Արաբիան։ Գուցե խնդիրը փողն է, զենք ծախելը, միլիարդները, որոնք Սաուդյան արաբները պատրաստ են վճարել զենքի համար։ Դժվար է ասել, որ Միացյալ Նահանգները ցանկանում էր տարածաշրջանում բարեկամական հարաբերություններ հաստատել Իրանի հետ, որովհետև պետք է հասկանանք, որ այդուհանդերձ Իրանը մնում է Միացյալ Նահանգների թիվ 1 մրցակիցը կամ նույնիսկ այսպես կարող ենք ասել թշնամին ոչ միայն տարածաշրջանում, այլ ընդհանրապես ամբողջ աշխարհում, որովհետև համարվում է, որ ազգային անվտանգության սպառնացող անմիջական վտանգը հենց Իրանն է, այսինքն Միացյալ Նահանգներում կա հստակ այդ դիրքորոշումը։ Սա ամենակարևորն է, նույնիսկ այս սանկցիաների վերացումը կամ թուլացումը սանկցիաների, իրականում դրանք չվերացան, դրանք ընդհանրապես թուլացան ինչ որ մի հատվածով, հետո Թրամփի իշխանության գալուց հետո կրկին սկսեցին դրա վերաբերյալ ակտիվ խոսակցություններ եւ հայտարարություններ, որ շարունակելու են ավելի կոշտ սանկցիաներ կիրառել Իրանի նկատմամբ։ Դա համար ես չեմ կարծում, որ մենք կարող ենք խոսել ԱՄՆ-Իրան հարաբերությունների բարելավման մասին։ Իհարկե որոշակի լարվածության թուլացում կարող ենք ակնկալել, բայց ինչպես տեսանք, դա տեղի չունեցավ, ավելին Թրամփը մի քանի տարբերակ է առաջարկում, կամ սանկցիաները մնում են ուժի մեջ, կամ խստացնում ենք սանկցիաները, կամ զրոյից սկսում ենք նորից բանակցել։ Սաուդյան Արաբիայի մասին, հա, հիշում եք, Թրամփը եկավ, ուրեմն ասաց, որ ՆԱՏՕ է ստեղծում, չգիտեմ, թե լրագրողները ասացին, որ արաբական ՆԱՏՕ է ստեղծում, Քուշները հիմնական նրա փեսան, հիմնական բանակցողներ զենքի վաճառքի, նրանց այսպես ասած Ռագոզիններ, եւ հետո նա Քուշների հետ գնաց Իսրայել, ասաց, ահա, խնդրեմ, прошу любить и жаловать Քուշները, որը կբարիշեցնի պաղեստինցիներին եւ իսրայելցիներին, ինչը մեղմ ասած տեղի չունեցավ, մենք ճիշտ հակառակ բաններ ենք տեսնում հիմա Իսրայելում։ Ճիշտ եք նկատում, գնաց Սաուդյան Արաբիա եւ աշխարհի պատմության մեջ ամենամեծ զենքի գործարքը իրականացվեց 360 միլիարդ դոլար արժողությամբ զենքի վաճառք, որը աննախադեպ երևույթ էր։ Իհարկե նաև ճիշտ եք նկատում, որ որոշ էքսպերտներ եւ լրագրողներ ասացին, որ Թրամփը նախատեսում է ստեղծել արաբական ՆԱՏՕ։ Որն է լինելու արաբական ՆԱՏՕ այդ խնդիրը, դրանք արագ արձագանքման ջոկատներ էին լինելու, որը իդեպ այսօր կա, արդեն գոյություն ունեն նման ջոկատներ Սաուդյան Արաբիայի ֆինանսավորմամբ, եւ ինչն է նպատակը, որպեսզի տարածաշրջանում այս տերորիստական ալիքները բարձրանալու հետևանքով դրանք չգան եւ չհասնեն Միացյալ Նահանգներ կամ Եվրոպա, տեղում այդ խնդիրները կարգավորվեն։ Դրանով նաև պայմանավորված է Միացյալ Նահանգների աջակցությունը Իրաքի Քուրդիստանի ստեղծման, այսինքն ինչ են անում Միացյալ Նահանգները, փորձում են այն խնդիրները, որոնք ստեղծվել են այս տարածաշրջանում արաբական գարնան հետևանքով, այսինքն երբ որ անվտանգության եւ իշխանության վակուում ձևավորվեց այս տարածաշրջանում, ստեղծվեց իսլամական պետությունը եւ սա Թրամփի քաղաքական մոտեցումն է, սրա մասին է բազմիցս խոսել եւ մեղադրել է Օբամային եւ Հիլարի Քլինթոնին։ Եվ սրա նպատակը որն է, որպեսզի այս ամբողջ ալիքը կենտրոնացնեն այս տարածաշրջանում եւ չթողնեն, որպեսզի դա դուրս գա դեպի լոկալիզացնեն եւ կարողանան պայքարել իսլամական պետության դեմ, առաջին հերթին իհարկե նաեւ նոր ստեղծվող կամ ստեղծվելիք Քուրդիստանի կողմից։ Դառնալով Իրանին, որովհետեւ այդ հակաիրանական էր, չէ, այդ հավաքը Էրյադում։ Իրանի նկատմամբ պատժամիջոցները, որոնք են նոր պատժամիջոցները, որոնք նախատեսվում են, եւ արդյոք կարող եք ասել, դրանք ազդելու են մեր Հայաստանի եւ Իրանի տնտեսական հարաբերությունների վրա։ Գիտեք, ընդհանրապես այնպես է ստացվել, որ Միացյալ Նահանգների բոլոր պատժամիջոցները ում էլ կիրառվեն ինչ որ առումով Հայաստանի վրա ազդում են, դա լինի Իրանը, թե դա լինի Ռուսաստանի Դաշնությունը, ակնհայտ է, որ Իրանը մեր հարևանն է, 4 հարևաններից մեկը, երկու բաց սահմաններից մեկը եւ մեր
համար կենսական նշանակություն ունի, այսինքն ծանր տնտեսական իրավիճակը Իրանում ուղղակի ազդելու է նաև Հայաստանի վրա, նույնն էլ վերաբերում է Ռուսաստանի Դաշնությանը, եւ մենք տեսնում ենք, որ երկկողմ հարաբերությունների սրումը Միացյալ Նահանգների եւ Ռուսաստանի բերում են տնտեսական կոլապսի Ռուսաստանում, որն էլ իր հերթին ուղղակի ազդեցություն է ունենում Հայաստանի տնտեսության վրա, այսինքն տարածաշրջանում ինչ բարդ երևույթ տեղի է ունենում, ազդում է մեզ վրա։ Ընդհանուր առմամբ պարզ է, իսկ կոնկրետ Իրանի, չգիտեմ, բանկային համակարգը, էներգետիկ համակարգը ինչն է սահմանափակվելու։ Բանկային համակարգը բավականին խիստ սանկցիաների տակ է այս պահի դրությամբ, հնարավոր է ավելի խստացումներ լինեն։ Շատ հիմա հստակ այս պահի դրությամբ չկան այն սանկցիաների փաթեթ, նոր սանկցիաների փաթեթը, որը պետք է Միացյալ Նահանգները կիրառի Իրանի դեմ, բայց մենք արդեն գիտենք, որ խստացումը գնում է եւ մենք դրա մասին դեռ կխոսենք, բացառիկ դեպք է, որ Միացյալ Նահանգները սանկցիաների կիրառում ոչ թե ադմինիստրացիայի մակարդակով, այլ օրենքի ուժ ունեցող իրավական ակտի մակարդակով։ Սա նշանակում է, որ որևէ սանկցիա չի կարող հանվել կամ թույլատրվել առանց կոնգրեսի եւ սենատի համաձայնության, այսինքն Միացյալ Նահանգների նախագահի լիազորությունները այստեղ խիստ սահմանափակ են եւ դա վերաբերում է նաեւ Իրանին, Իրանի ֆինանսական միջոցներին, իրանական էներգետիկ միջոցներին, էներգետիկ ռեսուրսների արտահանման միտված ծրագրերին, այսինքն շատ լուրջ ճնշում գործադրվելու է, նույնիսկ գործադրվում է ճնշում Միացյալ Նահանգների այն բանկերի եւ ֆինանսական կազմակերպությունների նկատմամբ, ովքեր պոտենցիալ կարող են ֆինանսավորել իրանական ծրագրերից ոմանք։ Ռուսաստան հանդիպեցին Պուտինը եւ Թրամփը մի անգամ կիսաբաց, մյուս անգամ կիսափակ եւ ենթադրում են, որ պատժամիջոցների հարցը քննարկել են երկու երկրների ղեկավարները, սակայն դա ոչ մի օգուտ չբերեց, այսպես ասած։ Ճիշտ եք նկատում, նախատեսված 45 րոպեի փոխարեն եթե 2 ժամ 20 րոպե են խոսում, նշանակում է այն օրակարգը, որը կար միջազգային սպառելուց հետո միանշանակ անցել են երկկողմ հարաբերությունների խնդիրների քննարկմանը, այստեղ ինչն է կարևոր։ Մենք սրա մասին արդեն խոսեցինք, այս սանկցիաները նախաձեռնվել են ոչ թե Միացյալ Նահանգների նախագահի կողմից, Թրամփի կողմից, այլ կոնգրեսի կողմից, Միացյալ Նահանգների ներկայացուցիչների պալատի կողմից, անցել են արդեն ներկայացուցիչների պալատում եւ բացարձակ մեծամասնությամբ ընդունվել, ուղարկվել են Սենատ։ Սենատը նույնպես բացարձակ մեծամասնությամբ ընդունել եւ ուղարկել է Միացյալ Նահանգների նախագահի սեղանին։ Հիմա ինչ տարբերակներ ունի Թրամփը, կամ վավերացնել այդ ամբողջ փաթեթը առանց փոփոխությունների, կամ վետո դնել։ Փաթեթի մեջ մտնում են Ռուսաստան, Կորեա եւ Իրան։ Այդ երեք պետություններն են։ Հիմա եթե կոնկրետ այս նախագծի օրենքի նախագծի մասին ենք խոսում։ Հիմա եթե նա վավերացնում է, դրանք միանգամից ստանում են իրավական ուժ։ Եթե չի վավերացնում, օգտագործում է վետոյի իրավունքը, ուղարկում է կոնգրես եւ սենատ, այնտեղ կարող են 2/3-ով կրկին քվեարկել եւ արդեն դա մեխանիկորեն կդառնա օրենքի ուժ ունեցող իրավական ակտ։ Սա նշանակում է, որ Թրամփի գործողությունները առանձնապես մեծ չեն, այլ ընտրանքներ ինքը չունի։ Միևնույն ժամանակ, եթե նա վետոյի իրավունքը կիրառի եւ ուղարկի կոնգրես եւ սենատ, այստեղ արդեն նավթային ընկերությունների լոբիստական կառույցները կարող են մտնել եւ աշխատանք տանել, որպեսզի որոշակիորեն մեղմեն դրա ազդեցությունը, ենթադրենք, Եվրոպական միության կազմակերպությունների նկատմամբ։ Այսինքն բավականին խճճված եւ ծանր իրավիճակ է։ Եվ ամենաբարդն այն է, որ երբ որ Եվրոպական միությունը ցանկանում է բանակցել եւ խնդիր կարգավորել, Թրամփն ասում է, ես ոչինչով չեմ կարող ձեզ օգնել, որովհետեւ նախաձեռնությունը իմս չէ, նախաձեռնությունը կոնգրեսինն է, գնացեք բանակցեք նրանց հետ, այսինքն ոչ թե դիվանագիտական խողովակներով, այլ լոբիստական խողովակներով։ Այսինքն մենք կարող ենք ասել, որ Ռուսաստանի, համենայն դեպս Ռուսաստանի հարցում, որտեղ Կորեայի եւ Իրանի հարցում կարծես թե կոնսենսուս կա։ Ռուսաստանի հարցում Թրամփը մի բան է ուզում, կոնգրեսն ու սենատը, որտեղ, ինչպես արդեն ասացիք, հանրապետականները, այսինքն Թրամփի կուսակցությունը մեծամասնությունը ուրիշ բան են։ Իհարկե, երկու տարբեր բաներ են ուզում եւ ասեմ ավելին, Ռուսաստանի դեմ սանկցիաների նման ձևով սանկցիաների կիրառմանը դեմ է նաեւ Եվրոպական միությունը, նույնիսկ Գերմանիայի իշխանություններն են դրան դեմ, որովհետև դրանք հիմնականում խփում են նավթային եւ գազային նախագծերին, ֆինանսական ինչ-որ կազմակերպություններին եւ սա շատ լուրջ հարված է նաեւ Եվրոպական միության տնտեսության համար, բայց նորից եմ ասում, Թրամփը բավականին լավ իրավիճակում է, ասում է ես ոչինչ չեմ նախաձեռնել, գնացեք եւ բանակցեք ձեր լոբիստական կառույցների միջոցով եւ համոզեք, որ այս սանկցիաները օգտակար չեն լինելու։ Այսինքն հատուկ այդ վերապահումը արվեց, հա, որ սահմանափակել Թրամփի վետո դնելու իրավունք։ Մեծ հաշվով սահմանափակվեց Թրամփի
սանկցիաների թույլատման հնարավորություն, այսինքն Թրամփը այլևս հնարավորություն չունի թույլատնելու սանկցիաներ այնքան ժամանակ, քանի դեռ այս օրենքը կա։ Եթե նա ցանկանում է սանկցիաներ հանել Ռուսաստանի, Կորեայի կամ Իրանի վրայից կամ մասնակի հանել, նա անպայման պետք է գնա Միացյալ Նահանգների կոնգրես, ելույթ ունենա, դիմի, խնդրի, հետո սենատում անցկացնի այս նախագիծը, որպեսզի կարողանա դրան հասնել։ Իսկ դա չափազանց բարդ բան է, որովհետև այն հակառուսական ալիքը, որ այսօր Միացյալ Նահանգներում կա, ուղղակի աննախադեպ է եւ Ռուսաստանն ու Ռուսաստանի նախագահ Պուտինը այսօր Միացյալ Նահանգների ներքաղաքական ամենակարևոր եւ ամենաթեժ քննարկվող թեման են։ Այսինքն ովքեր են սենատորները եւ կոնգրեսմենները, որ ճնշող մեծամասնությամբ այդ օրինագծերը ընդունեցին, նրանք ավելի շահագրգռված են խեղճացնել Ռուսաստանին, քան Սպիտակ տունը, այդպես է ստացվում։ Նրանք շահագրգռված են ինչպես նշեցիք, իրենց ընտրողներն են շահագրգռված։ Չէ, կարծում եմ շահագրգռված են թույլաtsնել եւ նեղել եւ Սպիտակ տանը եւ Ռուսաստանի Դաշնությանը, որովհետեւ լուրջ ընդդիմություն կա Թրամփի նկատմամբ ոչ միայն դեմոկրատական կուսակցությունում, այլև սեփական կուսակցությունում, հանրապետական կուսակցությունում նույնպես նրա դեմ լուրջ քաղաքական ճնշումներ կա եւ նա չի վայելում բացարձակ մեծամասնության վստահությունը իր կուսակցության ներսում եւ կոնգրեսում եւ սենատում, իսկ ինչ վերաբերվում է հանրային կարծիքին, այո, ինչպես գիտեք, Միացյալ Նահանգներում կոնգրեսականներն ու սենատորները ենթարկվում են միայն իրենց ընտրողներին, այսինքն իրենց համար չափանիշ է միայն ընտրողի ձայնը, եւ եթե ընտրողների մոտ կամ հանրային այդպիսի ընկալում կա, որ պետք է Ռուսաստանի նկատմամբ սանկցիաներ կիրառել, իրենք պարզապես կվախենան նույնիսկ դրան դեմ քվեարկել, որովհետեւ նորից կասոցացվեն ռուսների օգտին աշխատող ինչ-որ մեկի կամ ինչպես Թրամփին են մեղադրում, ռուսների լրտես լինելու մեջ։ Ռուսաստանը դեմոնացվում է, կարելի ասել, Ուկրաինայի պատճառով։ Եթե այդպես է, ապա կարծես թե հույս չկա, որ այդ ճգնաժամը շուտ կլուծվի։ Միայն իհարկե Ուկրաինան, չէ, տարբեր խնդիրներ կան, եթե Միացյալ Նահանգների մամուլին հետևեք, կհասկանաք, որ նրանք Ռուսաստանի խնդիրը որպես այդպեսին տեսնում են եւ ուկրաինական խնդիրը եւ Սիրիայում նրանց Սիրիայի խնդրում իրենց դիրքորոշումը եւ Կորեայի հարցում աջակցություն են առավել մեծ պահանջում, այսինքն Ռուսաստանը դեմոնացվում է ոչ միայն Ուկրաինայի պատճառով, այլ նաեւ այլ տարբեր խնդիրների պատճառով, բայց ամենակարևոր խնդիրը իհարկե Միացյալ Նահանգների ընտրություններում Ռուսաստանի հնարավոր մասնակցության վերաբերյալ պնդումներն են, որը Թրամփը որևէ կերպով չի ընդունում, ռուսները որևէ կերպով չեն ընդունում, բայց ներքաղաքական դիսկուրսում սա թիվ 1 քաղաքական թեման է։ Շնորհակալություն։ Շնորհակալ եմ։ Ես զրուցում էի միջազգային իրավունքի մասնագետ Սուրեն Սարգսյանի հետ։ Դուք դիտում եք հեռանկարը, ստեսյուն։